Խախտելով 5-օրյա լռությունը Գյումրիի արտահերթ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանն այսօր հայտարարեց. իր առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քվեներով կաջակցի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի։ Ավագանու նիստում քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, ու քանի որ Ղուկասյանն արդեն ունի մյուս երկու ընդդիմադիր ուժերի աջակցությունը, նրան ևս 4 ձայն էր պակասում, որը փաստացի կապահովի Գրիգորյանի դաշինքը։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ եւ միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է, քրեական գործերով պայմանավորված, թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված որ սխալված լինեմ։ Գրիգորյանը նկատի ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որը 2021-ին թեև ամենաշատ ձայներն էր ստացել, բայց քաղաքապետարան վերադառնալ այդպես էլ չկարողացավ, քանի որ ընտրություններից մի քանի օր անց կոռուպցիոն մեղադրանքով բանտում հայտնվեց։ Մարտուն Գրիգորյանը նաև նշում է, որ այս վտանգների մասին զգուշացրել է Ղուկասյանին աջակցող մյուս ընդդիմադիր թեկնածուներին Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Ընդդիմադիր պատգամավորը նաև քննադատում է նրանց, նշելով, որ Ղուկասյանին սատարելու մասին իրենց շտապողականությամբ անհնարին դարձրեցին այլընտրանքային ու ավելի քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իրեն էլ ստիպեցին կայացնել մի որոշում, որին սկզբունքորեն դեմ է։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ 4 թեկնածուներից համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում, եւ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ Ղուկասյանին սատարող Իմ հզոր համայնք դաշինքի առաջնորդ Ռուբեն Մխիթարյանը այս քննադատությանը չի արձագանքել Facebook-ում, միայն գրել է, թե Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց պղտորել ջրերը, եւ ամենակարևորը մեջբերեմ, մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար։ Իսկ ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժի Մայր Հայաստանի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը չի ընդունում քննադատությունը։ Մենք առաջինն ենք եղել, որ ընտրությունների հաջորդող ժամերին հայտարարություն ենք տարածել, որ միանում ենք ընդդիմությանը, ապահովում ենք քվեներ, որպեսզի իշխանազրկվի քաղաքացիական պայմանագիրը։ Այնտեղ չկա խոսք ում ես աջակցում, ում հետ ես դաշինք կազմում, չկա որևիցե անուն ազգանուն, անձի, եւ եթե չեն լսել այդ բանը եւ մեղադրում են մեզ ինչ-որ բանի մեջ, ես չեմ ընդունում դա, որովհետեւ մենք առաջին իսկ պայից ընդդիմության կողմն ենք ցանկություն հայտնել կանգնելու եւ իմ կարծիքով փոխանցել ենք այդ մեսեջը, որ գնդակը ձեր դաշտում է։ Ինչ վտանգների մասին է զգուշացնում Մարտուն Գրիգորյանը, 13 տարի Գյումրին ղեկավարած ու դարձյալ նույն պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանը քրեական գործերի պակաս չունի, մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, ապօրինի հարստացման համար։ Նրա խափանման միջոցը մինչ օրս չբացակայելու ստորագրությունն է եղել, բայց օրերս դատախազությունը Ղուկասյանին վերագրվող մի ձայնագրության հետքերով վարույթ հարուցեց, հավաքին մասնակցելուն հարկադրելու եւ նյութապես շահագրգռելու հոդվածով։ Իրավապահները սակայն դեռ չեն ասում արդյոք Ղուկասյանին նոր մեղադրանք կառաջադրեն ու կձերբակալեն, թե ոչ։ Ինքը Գյումրիի նախկին քաղաքապետը իր ձերբակալությունը ավելի վաղ չէր բացառել ու դրա համար ասել էր՝ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի տա։ Եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փոխքաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված։ Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, հատուկ ընդգծում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումը իր համար ծանր է եղել ու դա անում է մեջբերեմ առանց որևէ պաշտոնի ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության, բայց եւ շեշտում է իր կայացրած որոշման արդյունքում ընտրություններում 36% ստացած քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում այլևս իշխանություն չէ։
Միաժամանակ զգուշացնում է այսուհետ եւս Գյումրիում մեջբերեմ ամեն ինչ կախված է լինելու մեր քաղաքը դաշինքի քվեարկությունից։ Նա սակայն չի հստակեցնում արդյոք վայր է դնելու падգամավորական մանդատը ու տեղափոխվելու է Գյումրիի Ավագանի, թե կմնա խորհրդարանում։ Ի դեպ Գրիգորյանի որոշմանը մեկը մյուսի ետևից սկսեցին արձագանքել Գյումրիում ամենաշատ ձայները ստացած, բայց իշխանության գալ չկարողացած քաղաքացիական պայմանագրից օրինակ կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը գրել է. «Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժակ Քոչարյանը, դա Վարդան Ղուկասյանն է»։ Վարչապետի գյումրեցի խոսնակն էլ թե ընդդիմադիր ուժերը իշխանազավթում էին տենչում ու տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։ Նրանց իրենց հերթին արձագանքել է Գյումրիի Ավագանի չանցած Եվրաքվե դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը, ՔՊԱ-ականներին խորհուրդ տալով կամ լռել, կամ էլ ելույթները սկսել այս նախադասությամբ. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայն այսօր ժամը 15-ի կողմերը ընկալեց, թե ինչեր չի արել անցած 7 տարիների ընթացքում»։